Հենց այդպես էլ մնում է, բայց լայնքից մի քիչ նեղանում է, դրա համար պետք է մի մատ լայն վերցնենք շշից, ձեր վերցրած նախընտրած շշից, որպեսզի արմատները մեծանալուց հետո փոքր չլինի շշի հագով։ Շատ զգուշությամբ ցանում ենք արդեն մարլյայի վրա, դասավորում ենք, շատ հաստ ենք դասավորում, ես այստեղ վերցրել եմ 1.5 բաժակ ցորեն, որպեսզի արմատները դեպի ներքև, մարլյայից ներքև, մարլյայի տակ ձգվելուց հետո վերևի հատիկները հնարավոր է արմատները գցած չլինեն դեռ ներքևը, այդ դեպքում, երբ պետք է արդեն փաթաթենք շշի վրա, հատիկներից թափվում են, հնարավոր է, որ թափվեն հատիկները, դրա համար հաստ ենք փռում, որպեսզի նոսր չլինի։ Լավ դասավորում ենք մարլյայի վրա։ Պես կուտեղը թռչում ենք, հետո մարլյան վրան փռում, որպեսզի հարթ լինի, ծուռումուռ չփռվի մարլյան։ Մի քիչ ինձ մոտ ավելացավ, բավականին հաստ եմ փռել, բայց մի քիչ ավելացավ, հիմա մեկ անգամյա օգտագործվող բաժակների մեջ, առանց ծակելու, կարող եք մի փոքր կտոր մարլյա դնել, ցանել մնացած ցորենից, ինչի մասին էր խոսքը, մի քիչ բարձր է շշից իմ ցանած ցորենը եւ այդպես գեղեցիկ էլ չի լինի, ես հիմա վերևի հատվածից մի քիչ կտրելու եմ եւ հանեմ, զգուշությամբ փոքր մկրատով մի փոքր ուղի ենք բացում եւ եթե չեք ցանկանում այդպես մնա, եթե գինի չեք լցնելու մեջը, ուրեմն կարող եք կտրել եւ հանել, ես այն հեռացնելու եմ։
Փաթաթելուց հետո պարտադիր պետք է դնենք լուսամուտի ներսի հատվածին, այսինքն գետնին, որպեսզի ծիլերը ձգվեն դեպի վերև։ Փաթաթելու առաջին օրը այդպես ենք պահելու, երբ ծիլերը կձգվեն դեպի վերև, արդեն կարող ենք թողնել բաց տեղ, լուսավոր տեղ և թողնենք, որ հասունանա ցորենի ծիլերը։ Ուրեմն շշի վրա ծլած ցորենը ջրում ենք այս տարբերակով, որպեսզի ամբողջությամբ ծիլերը և արմատը ծարավը հագեցնի և սկսեն հասունանալ, այսինքն եթե չոր մնաց ինչ-որ տարածք, ծիլերն էլ չեն մեծանա, ընկճվում են, արմատը չորանում է և փչանում է։ Դրեք հոսող ջրի տակ, թող շիշը լցվի մի 5 րոպեի չափով, հետո շշից հելնի թափվի կողքերքը շատրվանի պես, որպեսզի արմատները լիովին հագենան ջրով։ Ահա, տեսեք, 8-րդ օրն է, ջրում եք առավոտ և երեկո, հետո թողնում եք մի քիչ կցամաքի, նոր դնում եք սկուտեղի մեջ։ Այսքանը, սիրելիներս, շատ գեղեցիկ տարբերակ է, ինչպես ուզեք, այդպես թվերը կարող եք կողքը դասավորել։